Նախ պետք է ասեմ, որ 27 հունվարին Դամասկոսի մեջ Հայաստանի Հանրապետության գործոց նախարարի դեղակալ Վահան Գոստանյանի հանդիպման ընթացքին Սուրիա-Արաբական Հանրապետության արտաքին գործոց նախարարին հետ քննարկված են Սուրիա ժողովրդի դիմակրաված դժվարություններն ու մարդասիրական օժանդակության գարելիությունները։ Այս բոլորի նույնիսկ դա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմէ որոշում ընդունված է մարդասիրական օժանդակություն արաքել Սուրիա, իսկ որոշումի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի և Սուրիա համապատասխան գերատեսչություններում մինչև աշխատանքային հանդիպումներու հետևանքով քննարկված է մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու այս հարցը։ Օգնությունը 3 Իրաքի 23 մարտին հասավ Հալեբ, ցամաքային ջամփով հասավ Հալեբ երեկոյան ժամերուն, գբարնագեր 80 տոն ապրանք, մարդասիրական օժանդակություն, որոնց մեկ մասը թեղորակ է, մյուս մասը անհրաժեշտ առաջին գարիկի սննդամթերք։ Օժանդակությունը ստանձնեց Հալեբի նահանգապետարանը, նահանգապետի դեղակալ եւ արտաքին հարաբերություններու պատասխանատու ներկային ստանձնեցին եւ իրենց կարգին շնորհակալություն հայտնեցին Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Օգնությունը ուղղված է Սուրիա ժողովրդին։ Այնպես որ կգարտեմ, որ նահանգապետարանը իր հայցողությամբ Հալեբի թե այլ քաղաքներու մեջ փաշխումը կկատարի այս օժանդակության։ Պաշտոնական հանձնումի արարողությունը անոնց միջոցով եղավ։ Երբ օժանդակություն հասավ, այստեղ ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր տեսփան Ռուբեն Խարազյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հալեբի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը։